Պատիվա քեզ ձեռք մեկնել կանցնե մարդկանց մուրալ, պատիվա քեզ փառաբանել ու ծափարել, կանցնե ստախոս, խոստումներով լցված մարդկանց, լավա քեզ մեծարել, պատիվա Տեր, դա մեծ արտոնություն է քեզ գովաբանել, քեզ ընտրել, որտև դու միակն ես, չկա մեկը քեզ նման եւ չի կրկնվի, որ կարեկցում է ամեն տկարին, Տեր, որ ողորմում է որբին եւ որբևայրին, որ ձեռքը մկնում ընկածին եւ տկարին, որ բժշկում է հիվանդին եւ խոցվածին դեղը տալիս։ Շնորհակալ եմ քեզանից, Տեր, մեր անկաշար Տեր, մեր հրաշք Աստված, պատիվա քեզ փառավորել եւ կանգնել ու աղոթել քեզ։ Ամոթա մարդկանց մուրալ եւ անդադ մարդկանցից խնդրել ու ողորմություն սպասել, բայց պատիվա Տեր Աստված շատ մարդիկ կուրացած են եւ ամաչում են քեզ փառավորել, բայց մարդկանց մուրալուց, մարդկանց առաջ ստորանալուց ամոթը մի կողմ են դնում, բայց ես փառք եմ տալիս, որ դու հանել ես մեզ այդ ստոր, այդ խավար թիվային աշխարհի անեծքից եւ դրել ես քո փառքիդ մեջ, քովերքելու, մեծարելու, փառաբանելու, օրհներքելու եւ քեզանից խնդրելու եւ ողորմություն ստանալու։ Պատիվա Տեր, ստից ու կեղծիքից, կաշառքից ու անեծքից հեռու ապրելը։ Պատիվա Տեր, առանց գողանալու, թալանելու, խաբելու, Տեր իմ Աստված ապրելը, առանց վախի, դողի, սրանից դրած թալանած, Տեր իմ Աստված, որ մարդիկ քուն ու դադար չունեն գիշեր ու ցերեկ եւ չգիտեն վաղ ինչ կլինի, բայց մենք ապահով ենք քո ձեռքերիդ մեջ, որտեղ մենք քրիստոնյա ենք, ամեն։ Սիրելի քուրս ու եղբայրս, ողջունում եմ քեզ, որ միացել ես մեզ ուղիղ եթերով, ինչպես որ արդեն խոստացել ենք, ամեն երկուշաբթի երեկոյան 6:30 եւ ամեն չորեքշաբթի երեկոյան 6:30 եւ ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք հիվանդանոցներում պարկած եւ բոլոր հիվանդների եւ հատկապես երեխաների համար։ Միացիր մեզ մեր գովաբանությունից ու փառաբանությունից հետո ամեն երկուշաբթի 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 6:30 աղոթելու ենք միաբան եւ հավատում ենք, որ Աստծո ողորմությունները պատշաճ ժամանակին քեզ հասնելու են։ Աստված մարդ չի, որ սուտ խոսի, ոչ թե մարդկանցից սպասի, այլ Տիրոջից։ Լավ է Տիրոջ ապավինել, քան մարդկանց։ Գիտես, ավետարանն ասում է, որ անիծյալ այն մարդը, որ մարդի վրա հույս դնում, որովհետև Տիրոջը հուսացողները ամոթով չեն մնալու։ Եվ ես չգիտեմ քո հիվանդության աստիճանը, ես չգիտեմ ինչ մեծ ու սաստիկ զարուրելի է քո հիվանդության անունը, բայց ես մի անուն գիտեմ, որի առաջ ողջ դժոխքը խոնարհվում է, Հիսուս անունը, եւ չվախենաս։ Լավ է Տիրոջից խնդրել, քան մարդկանց մուրալ, լավ է Տիրոջը ապավինել, քան մարդկանց։ Եվ ես ուզում եմ, որ այսօր ընտրես այն մեծ Տիրոջ ողորմությունը, որ քեզ համար ունի ձրի, պատասխան, կարեկցանք, սփոփանք եւ բժշկություն ու ազատագրություն ձրի, առանց խաբելու, առանց ստի։ Նրա անունը Հիսուս Քրիստոս է, նա 2026 տարի առաջ համայն մարդկության համար խաչի վրա մեռավ։ Նա ոչ մեկի, ոչ մի անձի սեփականությունը չի, նա բոլորի համար է։ Ոչ մեկ չի կարող ասել, որ ինձանով է Հիսուս Քրիստոսը, ոչ մի եկեղեցի չի կարող ասել, որ ես եմ անձամբ Քրիստոսի միջնորդը։ Հիսուս ոչ առաքելական է, ոչ ավետարանական է, ոչ բապտիստական է, ոչ կաթոլիկ է, ոչ ուղղափառ է։ Հիսուս Քրիստոս երկնքից իջած մեր Տերն է համայն մարդկության համար։ Քեզ համար
առավելություն կա, որ դու հասկանաս, որ ոչ մի եկեղեցու Տերը արտոնություն չի տվել միայն ինչ որ եկեղեցու, որ քարոզի եւ ավետարանի, այլ ամեն հավատացողի Հիսուս իշխանություն ա տվել ամեն ցավերի, անեծքների եւ հիվանդությունների վրա։ Գիտես, ես նորից եմ ուզում ասեմ, որ Քրիստոս առաքելական չի, ավետարանական չի, բապտիստ չի, կաթոլիկ չի, ուղղափառ չի, լյութերական չի, ես չգիտեմ, էլ ինչ քրիստոնեական ճյուղ գիտես։ Ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, Քրիստոս եկավ համայն մարդկության համար։ Եվ ես քեզ ուզում եմ ասեմ, միջեկեղեցական կռիվներն ու գզմրտոցները, դրանք դիվային են, դրանք խավարից են։ Ոչ մի քրիստոնյա, լինելով իրական Աստծո զավակ, երբեք չի փնովում որևիցե մի եկեղեցու անդամի, դա դիվային է, դա սատանայից է, դա խավարից է։ Սատանայի որդիներն են միայն Աստծո որդիների դեմ խոսում։ Չհավատաս, եթե մեկը ասում է, ես իրական քրիստոնյա եմ եւ ճշմարիտ քրիստոնյա եմ, ես ինչ եկեղեցու եմ, ու փնովում է որևիցե մի եկեղեցու քրոջ եղբոր, դա սատանայի զավակ է։ Սատանայի խավարի խորհուրդը կրող, անեծքը կրող դիվային աշխարհի կարիերիստ է, որտեղ գրված է Երանի նրանց, ովքեր որ խաղաղություն են անում, նրանք են Աստծո որդի։ Եվ ես քեզ ուզում եմ մի բան ասեմ, ավելի մեծ արտոնություն է Աստծո որդի լինելը, որովհետև նախքան այսինչ կամ այնինչ եկեղեցուց լինելը մենք քրիստոնյա ենք։ Երկնքում ոչ մեկ չի ասելու, ես առաքելական եմ, ես ավետարանական եմ, ես բապտիստ եմ, ես կաթոլիկ եմ, ես ուղղափառ եմ, ոչ, այդ անունները դրվելու է մի կողմ, այնտեղ միայն սերն է իրականում հաղթանակ, ընդունելություն եւ պատիվ ունենալու, որտեվ Հիսուսը չասեց, եթե առաքելական ունես, ուրեմն շատ մեծ պատիվ ես, եթե ավետարանական ես, տենց մի քիչ, եթե կաթոլիկ ես, դե լավն է դու, եթե ոչ, ես քեզ ասեմ, անկեղծ սրտով Տիրոջը պաշտողներն են երկինք գնալու եւ Տիրոջ երեսը տեսնելու։ Շատ կաթոլիկների եւ առաքելականների ու ավետարանականների կտեսնես դժոխքում, լյութերականների եւ շատ բապտիստների կտեսնես դժոխքում։ Գիտես ինչի, որովհետև եկեղեցին չէ, որ մենք պաշտում ենք, Քրիստոսին ենք պաշտում։ Դա եկեղեցին, դա Քրիստոսի մարմինն է, որ ամեն մեկս միտեղ գտնվում ենք։ Բայց մենք բոլորս Քրիստոսի անունով ենք ու քույրեր եղբայրներ ենք։ Եվ ես ուզում եմ, որ այդ ատելության անեծքը քո կյանքից քանդվի, որովհետև Հիսուս համազգեստով չի մեզ ճանաչում որպես քրիստոնյա, այլ իմ սրտիս մեջ եղած հավատքով։ Հիսուս ինքը երկրավոր ժամանակավոր կյանքի ընթացքում հատուկ համազգեստ չկրեց։ Ինքը հագնում էր այն երկրի, այն ժողովրդի մշակույթի համապատասխան, որի մեջ եկել էր։ Հիսուս հատուկ ինչ-որ զգեստեր չակավ, գլխին հատուկ ինչ-որ բաներ, գավազաններ, բրիլյանտից, ոսկուց, փարքեր, կադիլակներ, բրոնի տրանսպորտորներ, շքեղ թիկնապահներ, չէր վախենում ժողովրդի մեջ դուրս գալ Հիսուսը։ Իսկ այսօր շատ Աստծո կոչված մարդիկ վախից դողում են դուրս գան եւ փողոցում քայլեն եւ ասեն. ես ոչ թե կարիերիստ եմ, այլ ես Աստծո զավակ եմ։ Ես ամեն օր դրսում քայլում եմ, որտեվ ես չեմ վախենում, որտեվ ես ոչ մեկին չեմ կողոպտե, ոչ մեկին չեմ ստե, ոչ մեկին չեմ թալանել, ոչ մեկի կյանքը չեմ պղծել ու ապականել, որովհետև իմ Տերը Հիսուս Քրիստոսն ինձ մաքրել է իր արյունով։ Իմ թիկնազորը դա Տիրոջ հրեշտակներն են։ Իրենց փիլոնների տակ պահված պիստոլետներով եւ ավտոմատներով, հրազեններով թիկնապահներս չեն, այլ Տիրոջ զորքն է իմ պաշտպանությունը։ Հիսուսն է ինձ կանչել իր փառքի համար ծառայելու համար։ Ես մարդկանցից չեմ կանչված, ես Տիրոջից եմ կանչված։ Եվ պատասխանը 100,000-ավոր մարդկանց ապաշխարությունն է։ Իմ թույլատրությունը գրիչով եւ թղթով չի։ Իմ թույլատրությունը իմ ծառայությամբ եւ իմ ծառայության պտուղով է եւ իմ Տիրոջ համագործակցությունով է ինձ հետ։ Հազարավոր մարդկանց բժշկություն, հազարավոր մարդկանց ապաշխարություն,
տասնյակ մարդկանց ծառայության մեջ, ավետարանչության, հովվական ծառայությունների եւ տարբեր ծառայությունների մեջ, որ այսօր գործում են։ Եվ ես մի անուն ունեմ, որով պարզենում եմ, եւ մի անուն ունեմ, որի առաջ խոնարհվում եմ ու չեմ ամաչում, որտեւ այդ անձը հասարակ մահկանացու մարդ չի, որ գնամ, ցածրանամ եւ ինչ որ բան ուզեմ ու խնդրեմ։ Նա արքաների արքա, թագավորների թագավոր, հաղթանակ տարած ոչ դժոխքի վրա, Հիսուս Քրիստոսն է փառք իրան։ Նա ինչ որ բակային ավտարից է չի։ Նա մեծ Աստված է։ Նա մեծ Տեր է։ Հալելույա։ Եվ ես ասում եմ ապաշխարի ու դարձի նրան։ Խոնարհվի նրա առաջ։ Ընդունիր Հիսուսին քո սրտիդ մեջ Տեր ու Փրկիչ, որտեղ հավիտենական կյանքի ժառանգորդները Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունած մարդիկ են։ Իսկ որ քրիստոնեական եկեղեցուն կամ համայնքում կլինես, դա ընդհանրապես երկրորդական բան է։ Ավետարանն ասում, ես չեմ ասում։ Ավետարանում ոչ մի եկեղեցու անուն գրված չի։ Ոչ կաթոլիկ, ոչ ուղղափառ, ոչ առաքելական։ Այս ավետարանը մարդը չի գրել, այս ավետարանը Սուրբ Հոգով ներշնչված Աստծո մարդիկ են գրել, բայց ոչ թե իրանց կամքը, այլ Աստծո կամքը։ Եվ այստեղ Աստծո սերն է, թագավորում եւ իշխում։ Շնորհակալ եմ Աստծուց նրա համար, որ միացել ես մեզ։ Շնորհակալ եմ Աստծուց, որ այսօր քո սիրտդ բացել ես եւ հավատքով ընդունելու ես այս աղոթքը։ Ես հավատում եմ իմ ծառայությանը, որովհետև ես Հիսուսի անով եմ աղոթում։ Ուզում եմ քեզ համար կարդամ Մարկոս ավետարան 16-րդ գլխից մի հատված, գիտես, աղոթք, բայց մենք պիտի հավատքով զորանանք մինչև մեր աղոթելը։ Հիսուս ասեց, գնացեք բոլոր աշխարհը իր հարությունից հետո, մինչև համբարձվելը, 16-րդ գլուխ 13 համար, եւ շուտով մենք կտոնենք հարության տոնը։ Եվ նրանց ասեց, գնացեք բոլոր աշխարհը, ավետարանը քարոզեցեք ամեն արարածի։ Ով որ հավատաց, եւ մկրտվեց կփրկվի։ Ով որ հավատաց, կապ չունի։ Չի ասում, ով որ հավատաց ու գնաց, այսինչ անով եկեղեցին կփրկվի։ Ասում, ով որ հավատաց եւ մկրտվեց, կփրկվի, եւ ով որ չհավատաց, կդատապարտվի։ Նրանց էլ որ հավատացին, այս նշանները կհետևեն։ Իմ անունով դևեր կհանեն, ասում նրանց, ովքեր որ հավատացին։ Չի ասում եպիսկոպոսներ, հովիվներ, չգիտեմ ինչ որ բարձրագույն աստվածաբանական ճեմարաններ կամ ինստիտուտներ, ավարտածներ, ասում ուղղակի նրանց որ հավատացին, որ ես եմ Աստծո որդին, Հիսուսն է Աստծո որդին։ Ասում նրանց նշաններ կհետևեն։ Իմ անունով դևեր կհանեն։ Հետևում են արդյոք այն Աստծո ծառաներին, որոնց դու հավատում ես, որոնց դու հետևում ես։ Հետևում են այս նշանները։ Այս նշանները պիտի անպայման հետևեն։ Եթե դու որևէ մի եկեղեցի ես գնում, եւ այդ եկեղեցու առաջնորդները դիվային աշխարհի վրա իշխանություն չունեն, ես ուզում եմ կասկածի տակ դնեմ, արդյոք դա եկեղեցի է, անունը կապ չունի։ Որտեւ դևերն ու դիվային խավար ուժերը եկեղեցում իրավունք չունեն Աստծո ներկայության մեջ իրենց լավը զգալու։ Հիսուսի ներկայությամբ դևերն աղաղակում էին եւ գոռում էին. ժամանակից շուտ եկել ես այստեղ մեզ կործանելու։ Ես ուզում եմ քեզ ասեմ, որ բոլոր հավատացողներին կապ չունի պաշտոնը, պիտի հետևեն այս նշանները։ Դիվահարությունը նա չի, որ մարդը գոռում է, ճչում է։ Դիվահարությունը կարող է արտահայտվի տարբեր կերպերով, անքնության, հիվանդության, տարբեր կախվածությունների ու անեծքների, վախի, ինքնասպանության ներքին ձգտումների, դիվային աշխարհը տարբեր ձևերով է գործում։ Եվ մենք չպետք է պատկերացնենք, որ երբ որ մարդը դիվային աշխարհի ազդեցության տակ է, այնքան պայման պետք է ինչ-որ աննորմալ շարժումներ անի, ոչ։ Մտավոր հարձակումների, տարբեր տեսակի չար եւ կյանքին սպառնացող սովորությունների,
Արդյոք այն մարդիկ, որոնց որ դու հետևում ես եւ որոնք որ քեզ ասում են, որ մենք ճշմարիտ եկեղեցի ենք ու քրիստոնյաներ ենք, արդյոք այդ մարդկանց հետևում են այս նշանները։ Արդյոք երբ որ դու այդ մարդկանց դիմում ես, որ իրանք քեզ համար աղոթեն, խաղաղություն է գալիս եւ արդյոք այդ մարդիկ պատրաստ են քեզ համար աղոթելու, թե ժամանակ չունեն, անասանելի են, օֆիսների մեջ, չգիտեմ ինչ, փարքերի մեջ ճեմում են, բայց Հիսուս Քրիստոս մի բան ասեց. Երկնքի թրջունները բույներ ունեն, դաշտի գազանները որջեր, բայց որդին մարդու գլուխը տեղ չունի դրելու։ Հիսուս ամեն ուրեք էր եւ հասաներ էր եւ ինքն իր աշակերտներին այդպես սովորացրեց. գնացեք որպես գառներ գայլերի մեջ։ Չասես գնացեք պաղկվեք, ձեզ համար շենքեր սարքեք, մտեք այնտեղ, թող մենակ ձեզ հերոստացույցով տեսնեն։ Ոչ։ Պիտի հետևեն այս նշանները բոլոր Աստծուն հավատացողներին։ Ով որ հավատաց եւ մկրտվեց կփրկի, եւ որ չհավատաց կդատապարտվի։ Նրանց էլ որ հավատացին, այս նշանները կհետևեն, իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, Սուրբ Հոգով կաղոթեն, նոր լեզուներ կխոսեն։ Խոսում են արդյոք քո առաջնորդները, քո եկեղեցու հովիվները կամ, չգիտեմ, եպիսկոպոսները, չգիտեմ, պաշտոնյաները, սովորացնում են քեզ, ինչ է նշանակում նոր լեզուներ խոսել։ Հոգով աղոթել, Սուրբ Հոգու մկրտության նշանների մասին, որ Պենտեկոստեո թե ծաղրում են, որտեղ այս ծաղրողները երկինք չեն մտնելու, սիրելի քույրս ու եղբայրս, Սուրբ Հոգուն ծաղրողները երկինք չեն մտնելու։ Ոչ թե միայն առաքյալները, Գործք առաքելություն գրված է նաև հեթանոսները։ Գործք առաքելոց 10-րդ գլխում, երբ որ Պետրոսն աղոթեց հռոմեացիների համար, Սուրբ Հոգին իջավ եւ մարդիկ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, որտեղ դա Սուրբ Հոգու մկրտության նշան էր, որտեղ Հիսուսն ասեց. Հովանեսը ջրով մկրտեց, բայց ես Սուրբ Հոգով կմկրտեմ։ Արդյոք հավատում են քո առաջնորդները, այն եկեղեցին, որտեղ որ դու գնում ես, խոսում են Սուրբ Հոգու մկրտության մասին, աղոթում են, որ դու Սուրբ Հոգով մկրտես, Սուրբ Հոգով լցվես, Սուրբ Հոգին գա քո կյանքիդ մեջ եւ Սուրբ Հոգու մկրտության նշանը դա լեզուներով աղոթն է, որովհետեւ մեր իշխանությունը Սուրբ Հոգուց է, որտեղ Հիսուս ինքը մինչեւ 30 տարեկան, մինչեւ Սուրբ Հոգին չիջավ Հորդանանում, երբեք ոչ մի հրաշք չարեց։ Միայն այն պահին, երբ որ Սուրբ Հոգին իջավ նրա վրա աղավնակել, Հովանեսը հայտարարեց նրա համար, որ ահա Աստծո որդին, որ կվեսնի աշխարհի մեղքը, ահա Աստծո գառը։ Սրանք կարևոր են։ Սրանք աշակերտներին չէ, որ միայն պիտի հետևեն, ամեն հավատացողին։ Գնա կարդա քո առաջնորդների, քեզ, որ սովորացնում են, որ միայն այս եկեղեցին է ճշմարիտ, այստեղ պիտի գաս, եթե այստեղից գնացիր, ուրեմն դու սրբապիղծ ես, դավանափոխ ես, այդ ստերը մի կողմ դիշ եւ ավետարանի խոսքով, որտեվ Հիսուսն ասեց. իմ խոսքը ավելին է, քան այն ամեն ինչ որ մարդիկ կսովորացնեն, իրանց ավանդույթների համապատասխան։ Օձեր վեր կառնեն եւ եթե մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա։ Հիվանդների վրա ձեռք կդնեն եւ նրանք կառողջանան։ Ասում առաքյալները, երբ որ դուրս էին գալիս եւ քայլում էին, նրանք շուք ընկնում էր հիվանդների վրա եւ նրանք բոլորը բուժվում էին։ Առաքյալները չէին ասում, որ մենք կներեք, այսօր անհեթեթ հիմար բաներ կա, ինչ որ ոտ են երկարացնում, ինչ որ ինտերնետով, ինչ որ երիտասարդներ հյուսային պողոտային բանում ծաղր են անում, ոտեր են բռնում եւ ասում են ոտերը տենք երկարացնում։ Հիսուս չասեց, որ ես ոտ երկարաստող եմ կամ պլաստիկ վիրահատություն անող եմ, նման երեթություններ եւ նման սուտ ու դիվային բաներ մտել են տարբեր ուղղությունների մեջ, ես ինչ որ մի եկեղեցի նկատի չունեմ, ես բոլորի նկատի ունեմ։ Որտեւ Աստվածաշունչն ասում է, որ երկնքի արքայությունը խոսքով չի, ապա զորությամբ։ Ինչ է տեղի ունենում քո առաջնորդի, քո եկեղեցու անդամների, քո աղոթքի միջոցով, ինչ է տեղի ունենում։ Հիվանդները բուժվում են։ Հոգևոր, ֆիզիկական բուժվում են։ Այս նշանները պիտի հետևեն մեզ։ Մենք թողել ենք եկեղեցու քրիստոնյա լինելու հիմնական այս պտուղները, նշանները եւ ընկել ենք մեր եկեղեցին է ճիշտ, ձեր եկեղեցին է ճիշտ, մենք ենք լավը, դուք եք լավը։ Սիրելի քույրես ու եղբայրս, արթնությունը եկեղեցու ժողովրդի ամբողջով չի որոշվում։ Ամբողջ արթնություն չի որոշվում, ես ամբողջ տեսել եմ 93 թվականին, որ եկեղեցին լցված էր
Ես ասեմ, որ այսօր այն եկեղեցիները, որ իբրև թե իրանց 200 հոգյանոց դահլիճը ծփում է արի հյուսային պողոտա, խուլհամրերի դահլիճ, ամեն օր ժամը 10-ին։ Տես հոգեգալստական եկեղեցու ծառայությունը, որ 500 հոգուց ավելին է, բայց երբեք ոչ մի հովիվ Facebook-ը չի առնում նկարում, տեսեք, մեր մոտ արտություն է եկել։ Գնա տարբեր դահլիճներ, հարավ-արևմտյան թաղամաս, գնա, Թբիլիսյան, գնա, տես, ինչքան ժողովուրդ կա, ով է նման անհեթեթ գովազդներ անում։ 15 հոգյանոց սենյակը լցնում ենք ու մեզ Facebook-ով գովազդներ ենք անում, ստում ենք ժողովրդին, այսօր տեսախցիկի միջոցով ստելը շատ հեշտ է։ Բայց ես ուզում քեզ ասեմ, կարևոր այս նշաններն են։ Սուրբ Վալենտինի տոնն ենք նշում, Սուրբ Սարգիսի տոնն ենք նշում, թե ինչ կապ ունեն դրանք Քրիստոսի եկեղեցու հետ, ես չգիտեմ։ Վաղը միսօր կարող է Հելոյինը նշի եկեղեցին։ Վաղը միսօր կարող է, չգիտեմ, ուրիշ մնացած սատանապաշտների տոները նշենք։ Ինչա որ եկեղեցի ժողովուրդ կա։ Եկեղեցի ժողովուրդը Սուրբ Հոգին էր բերում, Գործ Առաքելոց 5-րդ գլուխը կարդացեք։ Եվ որ Պետրոսը զոհասեղանի վրա մատուցված զոհերի միջոցով հայտնի դարձավ, իսկ այսօր որոշ անհեթեթ հովիվներ ծաղրում են, ասում են, Եղիսեն, Եղյան, գնացին մի տատիկի տուր, ասեցին վերջինդ բեր, հովիվներն է ժողովրդին կանում, ասում են վերջինդ բեր, ժողովուրդն է բերում է։ Ես քեզ նույնիսկ եմ ուզում ասեմ, դրա համար էլ ձեր եկեղեցու 400 հոգին 50 հոգի է դառը։ Շարունակեք ծաղրել զոհասեղանը, բայց իմացեք մի բան, Աստված նաև դրսից փող մուրալու կողմնակից էլ չի, որ գնանք Ամերիկայի եկեղեցիները ավետարան քարոզենք, որ փող մուրանք, Աստված ասում է ցանի ու կհնձես, որտեվ զոհասեղանը եկեղեցիներում դրված դա Քրիստոսի խաչի զոհասեղանն է, դա քահանայապետական ծառայության հիմքն է, որտեվ քրիստոնեություն առանց զոհի, Քրիստոս եւ քրիստոնյա աշխարհն առանց Քրիստոսի զոհի որևիցե մի կերպով չի գոհանում։ Ես մի քանի պարզ պատճառներ ասեցի, որ դու ինքդ վերլուծություն անես, որ Հիսուսն ասեց, պտուղներից ճանաչեք նրանց։ Տատասկը փուշը թուզ չի տալիս, թուզն էլ փուշ չի տալիս։ Չի կարա մի աղբյուրը երկու տեսակի ջուր տա, Հակոբոսն ասում է, մեկը դառը ու մեկը քաղցր։ Չես կարող նույն շուրթերով անիծես եւ օրտես Աստծուն։ Իսկ այսօր հրապարակներում մարդիկ Աստծո անունը կանչելով անիծում ու նզովում են ազգին, ժողովրդին, հետևորդներին։ Հիսուս մեզ կանչեց սեր, խաղաղություն, հաշտություն եւ հավիտենական կյանքի ճանապարհը միմյանց փոխանցելու։ Ես ուզում եմ հարմար տեղավորվես քո հիվանդասենյակում եւ համարես, որ այսօր այդտեղ քո գտնվելու վերջի օրն է։ Մենք Քրիստոսին պաշտում ենք սրտով, ոչ թե շորերով, ատրիբուտներով չէ։ Հիսուս Քրիստոսի ներկայությունը եւ Հիսուս Քրիստոսի այստեղ իրական լինելը խոսում են բոլոր հրաշքներն ու նշանները, որոնք տեղի ունենում մեր աղոթների ժամանակ։ Հիվանդներ, որոնք բժշկում են, վկայում են, խոսում են, չեմ ասում, որ շատ, բայց դրանք կան, այսինքն բացակայությունն էլ մեզ չի գոհացնում, բայց արդյունքն էլ մենք վստահ ենք, որ ավելի շատ է լինելու։ Եվ մենք ուզում ենք հիմա աղոթենք քեզ համար, ես չէ, իմ քույրերս ու եղբայրներս, այս փառաբանությունը չի կանգնած մարդկանց համար, այս փառաբանությունը Աստծո համար է կանգնած։ Շատերն ասում են, որ եկեղեցում հատուկ ծառայություն պիտի լինի, որ փառաբանությունը մեծ լինի։ Ես միշտ նայում եմ եկեղեցուն ու տեսնում եմ ինչ են արել փառաբանության համար, ինչքան գումար են ծախսել փառաբանության համար, եւ այդ եկեղեցին ինձ համար այդ դրանով արժեքավորում, որտեղ փառաբանությունը պիտի լինի Աստծուն մեծարող եւ գոհացնող, որտեղ մենք
Նրան փառաբանելով է, որ օրհնվում ենք եւ նրանից ողորմություն ենք ստանում։ Եվ այս փառաբանության խումբը մարդկանց համար չի։ Նրան ենք մենք գովերքում, նրան ենք մեծարում, մեր ազգի համար, մեր երկրի, մեր ժողովրդի, այսօրվա համար։ Իսկ այն բողոքողները, տրտնջացողները, փնովողները, այստեղ այնտեղ տարբեր տեսակի դժգոհություններ բերողները Աստծո հետ կապ չունեցող մարդիկ են, որովհետև նա է Աստծո որդին, որ խաղաղություն է բերում, ոչ թե անհաշտություն։ Եվ մենք այսօր ուզում ենք, որ Աստծո խաղաղությունը թագավորի քո սրտիդ մեջ, որտեղ մեր Տերը խաղաղության իշխան է։ Եվ նա այդպես անվանվեց։ Խաղաղության իշխան, որ գա քո կյանքիդ մեջ, քո ընտանիքիդ մեջ խաղաղություն, քո գումարները, քո ֆինանսները, հիվանդությունների, ցավերի, անեծների վրա չծախսես։ Այսօր փակվեն բոլոր դռները խավարի եւ սատանայի կողմից քո կյանքում բացված եւ Տեր Հիսուս Քրիստոս դուռը բացվի։ Եվ ես բարձրացնում եմ ձեռքերս Հիսուսի անով քո բոլոր հիվանդությունների, ցավերի, քո կյանքում եղած ամեն տեսակի խնդիրների վրա։ Եվ ես աղոթում եմ, որ Տիրոջ սերն ու խաղաղությունը գա։ Տիրոջ բժշկարար զորությունը կա։ Հիսուսի անով, Հիսուսի անով, Հիսուսի անով։ Ես բարձրացնում եմ իմ հայացքս, իմ աղոթքս ու աղակս դեպի երկինք։ Եվ ես աղոթում եմ, որ Տիրոջից գա քո կյանքում ողորմություն, շնորհք, բժշկություն, ազատագրություն, որ խավարը ցրվի, քո մեղքերի, քո տկարությունների պատճառով ամեն խավարի առաջ բացված դռները փակվել։ Եվ ես աղոթում եմ, որ քո ֆինանսական միջոցները, քո ֆինանսական կարողությունը չգնա խավարին, այլ գնա քո կյանքի համար, քո երեխաների ուրախության եւ երջանկության համար։ Ես աղոթում եմ քո բժշկության համար։ Եվ մենք այստեղ Քրիստոսի մարմինն ենք, Տիրոջ եկեղեցին, դա քար չի, շենք չի, Տիրոջ եկեղեցին դա ժողովուրդն է, դա մարմին է, ինչպես քո մարմինը ունի անդամներ, եկեղեցին Քրիստոսի մարմնի անդամներն է, եւ այստեղ կանգնածս բոլորս միաբան աղոթում ենք քեզ համար, Հիսուսի անունով քեզ սիրում ենք, անկախ նրանից որ քեզ տեսնում ենք թե ոչ, որտեվ այդ սերը Աստծուց է, որտեվ Աստված սիրեց քեզ եւ իր որդուն տվեց։ Եվ այդ սերը մեզանով փոխանցում է դեպի քեզ։ Փակիր քո աչքերդ, պարկած, թե ծնկած, կանգնած, ինչպես որ քեզ հարմար է քո հիվանդասենյակում, որտեղ որ գտնվում ես, փողոցում, տանը, բանտում, բանակում, որբանոցում, ծերանոցում, այսօր Տիրոջ ողորմությունները գալու են քեզ, որտեղ ասում է ավետարանը, որ մենք մեծ քահանապետ ունենք, որը կարող է կարեկցել, որը ոչ թե այնպիսի քահանայապետ է, որ չկարողանա, այլ այնպիսին է, որ կարող է կարեկցել քո կյանքի բոլոր հարցերին եւ պատշաճ ժամանակին քո բոլոր կյանքի խնդիրների ու հարցերի լուծումը տա, պատշաճ ժամանակին ոչ թե ձգձգվի։ Երբեք մի աղոթի ու հավատա Աստծուն, որ քո աղոթքի պատասխանը հնարավոր չլինի, հնարավոր 10 տարի հետո լի։ Ոչ, գրված է պատշաճ ժամանակում պետք է կարեկցությունը հասնի քեզ, հավատա այդպես։ Հիսուսի անունով փակիր քո աչքերը եւ ընդունիր այս աղոթքի զորությունը։ Բժշկություն է մրցակում, բժշկություն, բժշկություն։ Տիրոջ զորությունը խոսորացնի քո գլխից մինչև ոտքի թաթը, մաքրելով ամեն հիվանդություն, ամեն ցավ, ամեն ուռուց, ամեն անեծք ու հիվանդություն, հոգեկան ամեն տեսակի անխաղաղությունները, վախերը, ստրեսները, դեպրեսիաները, անքնությունները, տագնապները, հուսահատություն վերգտնություն։ Հո վերարտես։ Ամեն հուսահատություններն ու վհատությունները։ Հով Սուրբ Հոգի, փառք է Սուրբ Հոգի, փառք է Սուրբ Հոգի։ Ես խոսում եմ կյանք, կյանք, կյանք բոլոր այն հոգիների վրա, որոնք հուսահատվել են եւ գիտեն իրանց մահվան վճիռն է հիվանդությունը։ Ես Հիսուսի անով քո վճիռը խոսում եմ կյանք, որտեւ Հիսուս ասաց պիտի չմեռնես, պիտի ապրես։ Բժշկություն Հիսուսի անունով ասա ես բժշկված եմ Հիսուսի վերքերով հալելույա Հայր Աստված քո որդու Հիսուսի անունով քո եկեղեցին քո մարմինը քո ժողովուրդը կանգնած այսօր Հայաստանի բոլոր հիվանդների համար հիվանդանոցներում պարկած եւ բոլոր հիվանդների համար հատկապես երեխաների մանուկների պատայների համար աղոթում ենք այցելիր բոլոր մանկական հիվանդանոցները աղոթում ենք Հայաստանում բոլոր հիվանդ մանուկների համար հիվանդանոցներում գյուղերում քաղաքներում ամենուրեք որտեղ մարդիկ հուսահատ իրանց երեխաների
Տեր իմ Աստված, բժշկության համար փող են մուրում, բայց ես աղոթում եմ, որ քո աստվածային ուժն ու զորությունը այցելի եւ քանդվեն հիվանդությունները։ Ամեն տեսակի մանկական պարալիչից եկած հետևանքները, դաունիզմը, շիզոֆրենիան, ամեն տեսակի հիվանդությունները, կախվածությունները, ամեն տեսակի համակարգչային խաղերից եկած հոգեկան անխաղաղություններն ու խանգարումները, մանկական անքնությունը, վախը, տագնապը, անհանգստությունը, դիվարությունն ու խավարի դևերի ուժերին Հիսուսյանով դուրս եմ շպրտում, դուրս հալածում եմ բոլոր այն մանուկների ու պատայների երեխաների կյանքից, ովքեր որ բռնված են դիվայի ուժերով։ Ես քանդում եմ Հիսուսյանով այդ դիվային կապակները, ես սաստում եմ այդ դիվային ուժերը, ես այդ խավարի ոգիներին դուրս եմ շպրտում Հիսուսյանով։ Փառք ես, Տեր։ Օ, փառավոր Աստված։ Մենք Սատանայի եւ խավարի դիվային ուժերի կողմից բերված ամոթը առենք համարում, որ այսօր շատերը խաբված լինելով ամաչում են քեզ աղոթել եւ մտածում են, որ Տիրոջը խնդրել է ամոթը, բայց մարդկանց մուրալը, մարդկանց առաջ ցածրանալը, ես աղոթում եմ, որ այդ ամոթի կապանքները քանդվեն այս երկրի մեջ եւ լույս ցակի այս ազգի վրա, միտքը, սիրտը այս ժողովրդի ազատագրվի եւ հասկանան, քեզանից խնդրելը պատիվ է, ամոթա մարդկանց մուրալը, ամոթա որևիցե մի հարուստ մարդու առաջ ցածրանալը, նվաստանալը եւ սպասելը, որ որևիցե մի հարուստ մարդ պիտի իրանց կյանքում հարց տուծի։ Օ, չկա մեկը քեզպես, չկա ավելի մեծ անուն եւ դու արցան չես, որ այսօր ուզում են Հայաստանում արցան կանգնացնեն։ Հիսուս արցան չի։ Հիսուս կենթանի է եւ այդ արցան սարքողները իրանց հավատն էլ այդ այնց արցանը, բայց մեր Հիսուսը կենթանի է, նա ամենուրեք է, նրան պետք չի ինչ-որ տեղ կանգնացնել, որ նա ներկայությունը ապահովի մեր երկիրը, նրա ներկայությունը գալիս է մեր աղոթքով, մեր հավատքով, մեկտեղ հավաքվելով եւ Հիսուսի արցանի կարիքը Հայաստանը չունի, որտեղ Հայաստանը կենթանի Հիսուս Քրիստոս ունի, հալելույա, փառք ես Տեր, հալելույա, արժան ես փառքերի Տեր, մեծարանք եւ գովեստ քեզ, արժանի ես դու, սալալեր, հալելույա, կրեբրեյս, փառքը դունելու, արժանի ես դու, արժանի ես դու, Հիսուս, փառքը դունելու, արժանի ես դու, արժանի ես դու, արժանի ես դու մեծարվիր իմ երկրում արտքով ապիր ես Տեր դու միակ նստով իմ Տեր ամեն ինչ Տեր մեծարվիր իմ երկրում արտքով ապիր ես Տեր դու միակ նստով իմ Տեր ամեն ինչ արժանի ես դու Հիսուս ակնթունելու արժանի ես դու հալելույա, շարունակիր մեզ հետ աղոթել, շարունակիր մեզ հետ այս երկրպագության, այս փառաբանության, այս գոհության օրհնյալ երգերի ընթացքում փակել քո աչքերդ, փակ պահիր եւ մի բաց մինչեւ չասեմ, որտեղ բժշկությունը շարունակվում է քո մարմնիդ մեջ։ Մի ասա ինչպես եւ ոնց, հավատա։ Տերը չի ասում հասկացի, ասում է հավատա։ Եթե մարդիկ կարողանային հասկանային հիմա շուտվանից քո բժշկությունը տեղի էր ունեցել։ Բայց այսօր շատ անգամ շատ հիվանդությունների դեմ բժշկությունն էլ անզոր, բայց Տիրոջ զորությունը մեծ է։ Եվ ես աղոթում եմ բոլոր քեզ բուժող բժիշկների համար, որ նրանց վրա իմաստություն կա։ Ես աղոթում եմ բոլոր այն վիրահատարաններում, բոլոր այն խիրուրգների համար, ովքեր որ հիմա վիրահատություններ են անում, ծանր վիրահատություններ, որ Տիրոջ ողորմությունը գա, իմաստությունը գա եւ նրանց ձեռքերը Տերը վերցնի եւ այդ վիրահատությունը հրաշքով հաջողությամբ ավարտվի։
Եվ թող Տերը շնորհք տա եւ ողորմություն տա մեր երկրի բոլոր հիվանդանոցներում, բարեխիղճ բժիշկներին եւ նրանց ովքեր որ մարդկանց կյանքերի համար պայքարում են։ Շնորհակալ ենք այդ բժիշկների համար, որտեղ Տերը այդ գիտությունն էլ տվել է մարդկանց։ Բայց ցավոք, շատ հիվանդություններ չունեն այդ միջոցներով բուժվելու, բայց Տիրոջ ողորմությունը կա։ Փառք Հիսուսին։ Եվ ես աղոթում եմ, որ Տիրոջ բժշկարար զորություն հպվի քո մարմնին։ Ով Հիսուս, փառք ես։ Բժշկիր, ում որ պետքա վիրահատիր, մաքրիր, դեր ամեն տեսակի մաշկային հիվանդություններ, վիրուսային հիվանդություններ, պսորիաս, Հիսուսի անունով, ես խոսում եմ որպեսզի նահանջել, Հիսուսի արյան զորությամբ, ես աղոթում եմ, որ անհետանան քո մարմնիդ վրայից, քո մաշկիդ վրայից, ամեն տեսակի վերքերը, հոդերիցդ, անոթներիցդ, սրտիցդ, ամեն ցավերը գիշերվա մեջ, քո մարմնիդ մեջ, ոսկորներիդ մեջ, Հիսուսի անունով, ես կապում եմ դուրս եմ շպրտում, ես աղոթում եմ, որ քո նյարդերիդ մեջ կա խաղաղություն, քո մտքերիդ մեջ, քո հոգուդ մեջ հավասարակշռություն, Հիսուսի անունով, ամեն դիվային խավար ուժերը, որոնք քեզ տանջում են, տարբեր տեսակի ներգործություններով, ես այդ դիվային խավար ուժերին ասում եմ դուրս Հիսուսի անունով, բոլոր այդ մարդկանց կյանքից, ովքեր մեզ նայեն եւ կնայեն հետո այս ձայնագրությունը, ասատագրություն եմ խոսում, սաստում եմ ամեն սատանայի խավարի դիվային ուժերը, Հիսուսի անունով, ամեն մտավոր հարձակումների համար եմ աղոթում, այդ դիվային խավար ոգիները, այդ մտքերը, այդ տեղատարապ մտավոր հարձակումները, ատելության, կասկածանքի, խանդի, երկմտության, ամեն ոգիներ ու դիվային ուժերը հալածում եմ Տեր Հիսուսի անունով քո կյանքից։ Ինձ հետ միասին աղոթիր եւ ասա Հիսուս, ասա շատ կարևոր է, Հիսուս, ես ընդունում եմ քեզ իմ սրտիս մեջ, որպես միակ Տեր ու Փրկիչ։ Մաքրիր ինձ քո արյամբ, ներիր ինձ իմ բոլոր մեղքերս։ Եվ ասա շնորհակալ եմ այսօրվա համար, որ ինձ լսում ես եւ ինձ ներում ես։ Քո արյամբ մաքրիր ինձ, ներիր ինձ, ողորմիր ինձ։ Ասա դու ես իմ Տերն ու Թագավորը։ Ես այսօր մերժում եմ սատանայի եւ խավարի իշխանությունը եւ գալիս եմ քո իշխանության մեջ, քո թագավորության մեջ, ժառանգորդ լինելու, քո արյամբ եւ քո վերքերով։ Հավիտենական կյանքի ժառանգորդ դառնամ։ Ասա շնորհակալ եմ Հիսուս։ Աստված մարդ չի, որ տարիներով ների, անհաշտությունն ու խռովությունը խավարի առաջ դռները բացում, ներիր բոլոր այն մարդկանց, ում քո սրտիդ մեջ ատում ես, ում հետ հաշճես, ներիր եւ կտեսնես ողորմություն կգա։ Ասա Տեր, ինչպես որ ինձ ես ներում, ես եմ ներում։ Ասա սովորացրա ինձ ներել Տեր։ Փառք ես, որ ինձ ներեցիր, որ հիմա քո արյամբ մաքրեցիր եւ քո թագավորության մեջ ինձ ժառանգորդ արեցիր։ Ով Հիսուս, փառք ես Հիսուս, փառք ես Հիսուս։ Մի ամաչի այս անունը տալ։ Ասա Հիսուս, Հիսուս, ում անուն ուզում ես տալ։ Դուժ, մարդիկ չեն խառնվում, բայց որ Հիսուս անունն ես տալիս։ Ոչ դժոխք կխառնվում իրար, հալելույա, որտև նրա անունը մեծ է, նա միակն է եւ անկրկնելին է, փառք իրան, բարձրացրա քո ծափահարությունը, քո ձայնը եւ ասա փառք ես Տեր, հալելույա քեզ, դու արժան ես, փառքի, պատվի, մեծարանքի, մեր Աստծուն է, որ գահին է բացվել, ամեն, ստորությունը կարգուքին է, որ գահին է բացվել, որ գահին է բացվել, օրհնությունը մեր Աստծուն է, որ գահին է բացվել, ամեն, հալելույա, փառք ես, ով Հիսուս, շարունակիր բժշկել մեր, գլխուղեղի ամեն հիվանդությունները,
մանուկների, պատայների, երիտասարդների, ամեն այդ երեխաների գլխի մեջ եղած գոյացությունները Հիսուսի անունով ես հիմա խոսում որ արետարան ներծծվեն բոլոր մանուկների արյան հիվանդությունները, քաղցկեղները ես խոսում որ բժշկվեն ոսկրային հիվանդությունները, արյան հիվանդությունները Հիսուսի անունով աղեստամոքսային հիվանդությունները հիմա խոսում եմ որ բժշկվեն Հիսուսի վերքերով եւ ես հանդերձ Ամեն օրդություն, պարքի մաստություն, զորություն և պատիվ, զորություն կարողություն, մեր ասուն, հավիտյան սավիտելից ամեն, ամեն օրդություն, պարքի մաստություն, զորություն և պատիվ, զորություն կարողություն, մեր ասուն, հավիտյան սավիտենից ամեն, զորությունը մեր ասուն, ամեն օրդություն, պարքի մաստություն, զորություն և պատիվ, զորություն կարողություն, մեր ասուն, հավիտյան սավիտենից ամեն Փառք ես Տեր, շնորհակալ ենք եւ գոհանում ենք, օրհնում ու փառավորում ենք այս մեծ սիրո համար, քո ներկայության համար, քո փառավոր հաղթանակի համար, բոլոր մեր աղոթների պատասխանների համար, շնորհակալ ենք քեզանից։ Եվ մենք վստահ ենք, որ շուտով համարձակություն կտաս նրանց, ովքեր որ բժշկվել են, ազատագրվել են, իրաց կյանքը փոխվել է, գան այստեղից եւ վկայեն։ Եվ ես քեզ սիրով հրավիրում եմ ամեն երկուշաբթի Երևան, Արաբկիր համայնք, Վաղարշյան 12 հասցեով ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի երեկոյան 6:30 եւ ամեն կիրակի 2:30 կարող ես գաս այստեղ եթե քո մարմինը քեզ թույլ է տալիս մի ծուլացի վեր կա ծարի դա հենց դավանությունն է հրճակումն է որ դու դուս ես գալի սատանայի իշխանությունից եւ գալիս ես տիրոջ մարմնի մեջ տիրոջ ժողովրդի մեջ եւ կզգաս որ մտնոլորտ այստեղ շատ հզոր է շատ թեժ է եւ այստեղ ոչ մի ցավ ոչ մի հիվանդություն ոչ մի դև ու խավար չի կարող դիմադրել այստեղ հրաշալի բաներ են տեղի ունենում ես քեզ հրավիրում եմ վեր կա ծարի թեկուզ եթե մի քիչ քո մեջ այդ հիվանդությունները քեզ ստիպում են որ դու գանված մնաս եւ նույնա վեր կա ծարի ամեն երկուշաբթի 6:30 ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 իսկ ուղի եթերով մեր այս աղոթները ամեն այդ օրերին մենք շարունակելու ենք անել եւ փառք Տիրոջը որ նաեւ ունենք վկայություններ բժշկությունների համար Տերը օրհնի քեզ մնա Տիրոջ մեջ կարդա ավետարան Մատթեոս ավետարան Մարկոս ավետարան Ղուկաս եւ Հովհաննես ավետարան Տիրոջ խոսքը թող առատապես բնակվի քո մեջ որտեւ Տիրոջ խոսքի մեջ զորություն կա սկսի կարդալ եւ կզգաս որ այս բժշկությունը այս ազատագրությունը քո մեջ շարունակվում է եւ քո մեջ նոր կյանք է սկսվում բացի այն որ դու բժշկվել ես հոգևոր աճ, իմաստություն, շնորհք եւ կհասկանաս որ կյանքը Հիսուս Քրիստոսն է փողը չի անունը չի փառքը չի Հիսուս Քրիստոսն է հալելույա եւ նրա ձեռքը չի կարճացել քեզ ողորմելու մնաս թող խաղաղությամբ Տիրոջ օրհնությամբ եղիր բժշկված եւ ազատագրված ամեն հալելույա